Բայց շարունակելով Python-ի խնդիրների դիտարկումը, այսօր կդիտարկենք հետևյալ խնդիրը։ Գրել ծրագիր, որ dictionary value-ները կբազմապատկի իրարով։ Նախ եւ առաջ եկեք հայտարարենք ուրեմն ինչ որ dictionary, գրենք անուն data, որը հավասար է ու մի քիչ արժեքներով իրան լցենք, հետո այդ համապատասխան value-ները իրար բազմապատկենք։ Շատ լավ, դե ինչ եկեք սկսենք, ուրեմն այստեղ գրենք բանալիները, ենթադրենք բանալին p-ն է, ինքը ուրեմն պարունակում է 45 արժեքը, հաջորդ բանալին ուրեմն pp-ն է, որը պարունակում է ենթադրենք 8 արժեքը, հաջորդ բանալին ուրեմն 3 հատ p-ով կվերցնենք, որը պարունակում է 1 արժեքը, հաջորդ բանալին 2 հատ ավելացնենք եւ բավական է կարծում եմ, այս 4 հատ p-ով թող լինի, որը պարունակում է ենթադրենք 71 արժեքը եւ մի հատ էլ ու վերջացնենք 1 2 3 4 5 կարծես է 5 հատ է։ Սա պարունակում է 5 արժեքը։ Սա մեր dictionary-ն է, հիմա պետքա սրա value-ների արտադրյալը հաշվենք։ Եկեք result-ը հայտարարենք, որ ի սկզբանե հավասար է 1, որի մեջ է գրելու ենք մեր dictionary value-ների արտադրյալը։ Ուրեմն loop-ով պատտվենք for k in data եւ ինչ ենք անում, ուրեմն տեսեք, երբ այսպես loop-ով պատտվում ենք իր վրա, ուրեմն k-ը դա համապատասխանում է data-ի բանալիների հետ, ոչ թե այստեղ k-ը գրած դրա համար, այլ ընդհանրապես, եթե այստեղ թեկուզ ես գրեի i, այստեղ գրեի i։ Ինքը i-ը մեկը համապատասխանում է data-ի բանալիների հետ, այսինքն p, pp, հետո 3 հատ p, հետո 4, հետո 5 հատ p-երը։ Ու այստեղ սարքեմ ես իհարկե temp։ Դե ինչ հիմա եկենք անցնենք արդեն հաշվարկին։ Ուրեմն ո՞նց ենք հաշվում։ Result-ի մեջ ամեն process-ի ընթացքում, ամեն իտերացիայի ժամանակ բազմապատկած հավասար են գրում data-ի temp-յորդ տարը։ Այսպես, data-ի temp-յորդ տարը գցում ենք result-ի մեջ։ Այստեղ index-ի դերը կարելի ասել կատարում են բանալիները եւ print ենք անում result-ը։ Եկեք աշխատացնենք։ Եվ այս թիվը, որ այս թվերի արտադրյալն է, օրինակ ենթադրենք, եթե ինչ-որ մեկը 0 սարքեցինք, միանգամից 0 է լինելու։ Գցենք 0։ Լավ, ընկերներ, անցնենք առաջ, որ մեզ խնդիրը եւ մի հատ խնդիր նույնպես դիտարկենք, սա է։ Ստեղծել dictionary, որը կլինի 10 հատ անուն եւ իրեն համապատասխան գնահատականները կպարունակի իր մեջ։ Եկեք անցնենք իրականացման։ Ուրեմն եկեք անունը դնեմ data, որը ի սկզբանե դատարկա։ Ուրեմն loop գրենք in range։ Ու եկեք գրենք 10 պետքա գրենք, որքան որ ես ներմուծել եմ, եկեք 5 գրեմ, որ երկար չներմուծեմ, բայց այստեղ պետքա 10 լինի։ Ուրեմն ոնց ենք վարում։ Նախ եւ առաջ եկեք ես name-ը հայտարարեմ, որը input ծրագրի աշխատանքի ընթացքում որոշվելու է։ Ինքը string է։ Ու հաջորդ իտերացիայի ժամանակ, ուրեմն data-ի input երրորդ տարը, input name երրորդ տարը կներեք, name երրորդ տարը։ Սա հավասար կլինի։ Ուրեմն ինչի, տեսեք, name-ը դա input-ի ընթացքում որոշող տող է լինելու, այսինքն user-ը ի սկզբանե կներմուծի անունը, ներմուծեց Միկա։ Հաջորդիվ այդ Միկան ես գցում եմ համ իմ dictionary-ի մեջ, միանգամից իրեն վերագրում նաև իր գնահատական, այսինքն int input եւ այստեղ ներմուծվում է արդեն գնահատականը։ Ու այսպես ինքը 5 անգամ պատտվում է եւ լցնում է մեր dictionary-ն։ Հիմա եթե այստեղ աշխատացնեմ սա ու print անեմ data-ն, կտեսնեմ այն արդյունքը, որ ես ցանկանում եի տեսնել։ Հիմա ասում եմ ներմուծի արժեքներ։ Ենթադրենք Միկան ստացել է 9, հաջորդիվ ներմուծենք ինչ որ անի, ենթադրենք որ ստացել է 7, հետո ներմուծենք մեկ այլ անուն Պետրոս, որը ներմուծել է, ստացել է ենթադրենք 8, հետո գնել, որ օրինակ ստացել է 6 կամ 5, եւ մնաց եւս մեկ անուն ու վերջ։ Ուրեմն այդտեղ եկեք դնենք Աննա, այսպես։ Աննան ստացել է էլի 6։ Եվ ասա մեր dictionary-ն է, տեսեք, ինքը արդեն տարերը արտածեց գեղեցիկ կազմած, սա մի զույգ, սա մյուս զույգը, սա եւ մյուսը եւ այսպես շարունակ։ Վերջ ընկերներ, այս երկու խնդիրները այս վիդեոյի համար, հաջորդիվ էլ հետարքիր վիդեոներ են սպասում հետարքիր խնդիրներով եւ լուծումներով, չմոռանաք բաժանորդագրվել YouTube-յան ալիքին, տարածել վիդեո կուրսերը, որպեսզի կարողանանք ավելի շատ մարդկանց օգտակար լինել։ Լավ մնացեք, կհանդիպենք։